Ողջունները Սարմաշի համից բոլոր իմ լավ հետևորդներին և մեզ դիտողներին։ Հարգելիներս, սարցարանից եմ հանել, տեսեք, ուրեմն այստեղ հանել եմ տավարի միսա, հենց նոր եմ հանել, ուզում եմ բորշ պատրաստեմ։ Սա երևի երեկոյան կպատրաստեմ, այստեղ ինչ եմ հանել, այստեղ ուրեմն հանել եմ բանջար, ուզում եմ հասկանամ գջի է, հա, մեր այգու գջի, հա, հենց ինքը գջի է, հա, նայեք, 2 տոպրակ հանել եմ, դե այդքան էլ մեծ չեն տոպրակները, 2 տոպրակ հանել եմ, որ սա էլ պատրաստեմ, սա էլ խորոված բանջարեղեն է, տեսնեմ, հա, սա երևի այս բանջարները կպատրաստեմ հիմա, ժողովուրդ ջան, իսկ բորշն էլ կպատրաստեմ մի քիչ ուշ, հիմա մտածում եմ, այս բանջարը հանեցի, երեխաները բանջար չեն ուտում, դե թոռնիկներս էլ են այստեղ, երեխաները բանջար չեն ուտում, Էլենս եթե ուտի, չգիտեմ, ուտի պամիդորը, դե սա որ հիմա տապակեմ, բոլորը կխառնվի իրար, բայց դեռ սենց խորովելուց, որ խորովում եմ ժողովուրդ ջան, տենց հատիկ եմ դնում, խառնած վիճակով չեմ դնում, տոպրակների մեջ կլինի, ամանների մեջ կլինի, հիմա տեսնեմ, թե եթե որ տաքացավ հետ եկավ, այդ պամիդորից վերցնեմ, որ Էլենը ուտի, եթե ուտի, ու սրանով երեխաները չեն կշտանա, մտածում եմ ինչ պատրաստեմ, բերեմ մի փոքր կարտոֆիլի տապակ անեմ, ժարիտ, որ գոնե ուտեն, դե ժարիտի մասին խոսք չկա, բոլոր երեխաներն էլ սիրում են, բոլորը, որ ամեն օր էլ ժարիտ անես, չեն հրաժարվի, հիմա սկսենք երևի բանջարից, բանջարը հենց հիմա սենց բացում եմ, այս վիճակում բացում եմ ու դնում եմ գազօջախին, ինքը թուլանում է այսպես ու հետ է գալի, հետո ձուկը ջարդեմ վրան, սա էլ նույնությամբ, խորովածն էլ նույնությամբ եմ պատրաստում, դե միսն էլ արդեն հիմա կլցնեմ, կբացեմ տոպրակներից, կլցնեմ ջրի մեջ, սա էլ հետո կդնեմ գազօջախին, երկուսն էլ արդեն գազօջախին է, ուրեմն ասեմ հարգելիներս, դեռ յուղ չեմ լցրել, թավաների մեջ, մի փոքր հալելուց հետո նոր արդեն յուղ կլցնեմ, բայց նայեք տարբերվում է, երևի բանջարները տարբեր է, ժողովուրդ նայեք, գույների տարբերությունը դե չգիտեմ, ուրիշ բանջար չունեմ էլ, եթե լինի, բազուկի տերևներ պետք է լինի, բայց սա բազուկի նման չի, իսկ այս մեկը հաստատ որ գջի է, դե լավ, թողեցի գնանք ինչ է, հետո կհասկանանք, այք սա էլ իմ ջուրն է, իմ թեյն է, Herbalife-ի, մի քանի օր դադարից հետո, նորից այսօր սկսեցի, որ խմեմ, թեյս արդեն պատրաստել եմ, դե արդեն խմել եմ վրայից մեկ բաժակ, բայց մինչ թեյ խմելը, ուրեմն այստեղ տեսեք, չուս տամ ժողովուրդ ջան, խմել եմ այս անոթներ մաքրող հեղուկը, շատ լավն է, սա էլ է լավը, սա էլ է Herbalife-ինը, սրանից եմ խմել, մեկ բաժակ, հետո թեյս եմ խմել, դեռ կոկտեյլն էլ չեմ խմել, կոկտեյլը, որ իմ սնունդն է, չեմ խմել ժողովուրդ ջան, հիմա դա էլ կպատրաստեմ, կխմեմ ու հետո մի բաժակ սուրճ կխմեմ, որ անկեղծ ասեմ հարգելիներս, մի 10 օր կլինի, 10 օր 12 օր չեմ օգտագործել, դե այս նոր տարվա պահով մտածի, որ խախտումներ կանեմ հաստատ, դրա համար չօգտագործեցի, հիմա այսօրվանից նորից սկսել եմ շարունակեմ,
Կեստեղ էլ ուրեմ ամառը սմբուկ եւ պղպեղ եմ ժարի տարի, սենց ամանով դրել եմ, հիմա սա էլ կհանեմ հետ կգա, սա որպես սառը զակուսկի կուտենք, ժողովուրդ ջան, այնպես չի, որ ուտելիքներ չունենք, մտածեն, թե արդեն հետապահածո են ուտում, ուտելիքները վերջացել է, կարող է մարդեն մեկնաբանություններում գրեն, չէ, ժողովուրդ ջան, դե բոլորիս տներում էլ կա, այնպես չի, որ ամանորյա այդ բոլոր ուտելիքները վերջացել է, ամեն ինչից էլ մնացել է, կոտլետներից էլ, իշլի քյուֆտայից էլ, բլինչիկներն են, նամանավանդ, որ ես 2 տարբերակով բլինչիկներ եմ արել, խոզի բուդնա մնաց է, դա էլ կտրտել եմ, դրել եմ սարցարանում, որ հետո տապակեմ կամ կարտոֆիլի հետ կամ թեկուզ առանց կարտոֆիլի, ուզում եմ ասեմ, ժողովուրդ ջան, բոլորիս տներում էլ կա, բոլորիս այդ ուտելիքներից էլ մնացել է, խոսքը ուզում եմ ասեմ առաջինը իմ մասին, որ շատ մնացել է ամեն ինչից էլ, դրա համար հոգնել ենք այդ ուտելիքներից, մտածեցինք, որ մի քիչ այսպես թեթև ուտենք ժողովուրդ։ Սուրճի ժամն է, հիմա էլ ուզում եմ արդեն սուրճը խմեմ։ Դե սարցարանում արդեն ես խմորեղեն եմ դրել, չեմ անում, չգիտեմ, ամեն ինչից էլ կա հարգելիներս, քաղցրեղենից, մսեղենից, չգիտեմ, ամեն ինչ, դե հա, սալատները այդպեսի մանր բաները վերացել է, ես շատ երկար չեմ էլ պահում սալատները, ընդամենը մի 2 օր ուտում ենք, շատ քիչ եմ պատրաստում, նրանից հետո, այսպես ասած, հավերից ջանս սաղելի, հարգելիներս, հավերս ուտում են, ես չեմ թողում, եթե մի 2 օր անցավ, էլ արդեն չեմ օգտագործելու։ Աղջիկս էլ հելել է, մեզ համար կոֆե է պատրաստում, նայեք, երեկոյան էլ հյուրեր եմ ունեցել, ժողովուրդ, այնքան ուշ հրամանները չեմ լվացել, առավոտյան եմ լվացել, չեմ էլ տեղավոր է։ Շատ չլցնես, Միլեն ջան։ Էլեն քնած է հլը։ Ուրեմն սենց ենք անում, Էլեն ջան, եսի կդնենք ես մի կողմը, ես երկաթը կդնենք վերեն դեդիր, դու չխառնես, ես կխառնեմ, դե հիմա բաժակներն էլ դիր, ափսեներն էլ հանի, ափսեներն էլ վերևնա, կարող է տեղել ալնի լվացած, Միլենա ջան, հլը նայի, կարես գնաս եմ չրի ամանը բերիս արևս, գնի, ընդ ես սեղանի դրացա։ Ապրիմ աղջիկը։
Հիլենա ջան, այն ափսեներից էլ կբերես արևս խմորեղենի համար։ Լեցրա չկա էլ, հա, տակինը պետք չի արդեն։ Ապրի աղջիկ։ Երկուսն էլ նույն բանջարն է։ Ուղղակի երևի առանձին են նեփել, այդպես է ստացվել։ Հələ այս պամիդորները վերցնեմ քեզի։ Տեսեք, ջուրը բոլորը քանվել է։ Աղ չեմ լցնում, որովհետև խաշելուց աղ եմ լցրել։ Հիմա յուղով տապակվի, նոր ջուր ավելացնեմ։ Մի փոքր յուղ լցնեմ։ Սա էլ արդեն պատրաստ։ Այստեղ էլ միսն եմ դրել։ Տեսեք, այս ինչ լավ է ստացվում։ Այս ինչ լավ է ստացվում։ Հարգելիներս, պատրաստեցի, ընդմիջումն արեցինք, վերջացրեցինք, խոհանոցն էլ մաքրեցի, հիմա հատակս էլ մի հատ, խոհանոցի հատակն էլ մի հատ մաքրեմ, նոր գնամ արդեն հյուրասենյակ, այնտեղ հələ ձեռք չեմ տվել, առավոտից այս խոհանոցի մեջ եմ։ Այս բանկաները հիմա իջացնենք նկուղ, դատարկ բանկաներն է, այնտեղ կաթսանն է դրած կահույքի վրա, որ բորշը պատրաստեմ, միսն էլ էփել եմ, անջատել եմ արդեն, միսն էլ է պատրաստ։ Հիմա հյուրասենյակը մաքրեմ, վերջացնեմ, նոր գամ այստեղ, որ բորշ պատրաստեմ։ Արդեն այս ձմեռ պապիկն էլ պետք է մաքրենք, որ գոլորշից ժողովուրդ, սենց հալում, թափվում է, հիմա սենց կողքերը միշտ մաքրում ենք, անձեռոցիկով, բայց պիտի մաքրեմ, այսօր չէ, վաղ առավոտյան էսի կմաքրեմ։ Նայեք, այս պատուհանը, որ համ դրսի կողմա, շուտ է գոլորշից, ինքը հալում է,
Իսկ այն մի նկարած ձմեռ պապիկը, որ այն պատուհանին կա, նրան ոչ մի բան չի լինում։ Այս է այն, որ հազիվ պահում ենք այս ձմեռ պապիկին, դե արդեն տեսեք ինչա դառը։ Ձմեռ պապին էլ է հասկանում, որ պիտի արդեն հալի, էլի, արդեն պիտի գնա մեր ձմեռ պապիկը, ժամանակն է իրա գնալու, ինքն էլ է ուզում արդեն իրան հետ գնա ժողովուրդ։ Էլենիս այդպես հույս եմ տալում, ասում Էլեն ջան, դե բա պետք է արդեն մաքրենք։ Իսկ այս մեկը, նայեք, այս խոհանոցի մեջ այս պատուհանը, տեսեք, էսի ոչ մի բան, դե նայել է խոհանոցի մեջ, ուղղակի սա հենց ոնց ասեմ ժողովուրդ, տան մեջի պատուհան է, ինի մի կողմը դրսի կողմն է, դրա համար հալում է։ Էսի ոչ մի բան չի ելը, ոնց կա, սենց սիրուն նկարած մնացել է։ Սա կթողեմ այնքան, միջև երբ որ զգամ պետք է մաքրեմ, կմաքրեմ, բայց այն մեկը, այն մի ձմեռ պապիկը պետք է անպայման վաղը մաքրեմ, որովհետև արդեն սիրուն էլ չի նայվում։ Միսն էլ արդեն պատրաստ է։ Ոյ, տաքեր ասի գնեմ ենքում։ Միլենից գործ եմ տվել։ Առավոտվա այդ ամանները բոլորը Միլենա սրբել է, դասավորել է, դե հիմա նորից եմ լվացել, հեսա մի քիչ հետո իմ աղջիկը էլ չէ կսրբի կդասավորի։ Ինքան խելոք աղջիկ է ժողովուրդ, այնքան խելոք է, ինչ ասես անում է, քթածակով երեխա է։ Ինքն էլ ինչ տենում է, որ պետք է անի, անելու է։ Դե Էլենս էլ այս պահին թառ է նվագում, դաշնամուր է նվագում, վաղ առավոտը թառի եւ սոլֆեջոյի է։ Հիմա այս պահին նվագում է իրա սեյնակում։ Բռնի Միլենա ջան։ Նա դել է տալում, նա սոսեմ է։
Հարգելիներս, դե ես շարունակեմ իմ մնացած գործերը, սենց անկյուններով մի հատ բոլորը պիլասոսեմ, սեղանի տակով, այս սեղանի ոտքերը մաքրեմ, դե գործը էլի ամեն օր գործը լինում է, որ ասենք վերջացրել ենք, ամեն օր ելնում ենք, ասենք, չէ, մենք այսօր գործ չունենք, սուտ է ժողովուրդ ջան, լիքը գործ է, լիքը գործ, տան գործը չի վերջանում, այսպես ասած, նամանավանդ սեփական տանը ես միշտ ասել եմ։ Դե ինչ իմ լավ հետևորդներս, այսքանով էլ ավարտեմ, ձեզ ասեմ, շնորհակալություն միջև վերջ հոլովակը դիտելու համար, իսկ ասեմ այն մարդկանց, ովքեր դիտում են, չեն բաժանորդագրվում, սեղմեք զանգակոճակը, պատպիսացիա, հարգելիներս, պատպիսացիա, այդպես ասեմ, էլի, որ ասում եմ սեղմեք զանգակոճակը, չի լինում, ասեմ պատպիսացիա կարող է լինի, պատպիսացիա էլ եք, հարգելիներս, գրեք մեկնաբանություններ, իսկ իմ լավ հավատարիմ հետևորդներին էլ ասեմ ամենալավն ու բարին ձեզ բոլորիդ, ցտեսություն բոլորիդ։